Հաճախ ցանկություններն իրականություն դարձնելն անհնար է լինում տարածության պատճառով։ Relative in Armenia ընկերությունն առաջարկում է ծառայություններ, որոնք կլրացնեն ձեր բացակայությունը։ Տարատեսակ միջոցառումների կազմակերպում, նվերների առաքում Հայաստանից դեպի արտասահման եւ հակառակ ուղղությամբ, գույքի առք ու վաճառք եւ վարձակալություն, փաստաթղթերի գործարքներ, դայակների եւ խնամակալների տրամադրում։ Մի խոսքով, այն ամենը, ինչը կլրացնի ձեր բացակայությունը։ Relative in Armenia։ Մենք կօգնենք ձեզ, մինչև դուք վերադառնաք Հայաստան։ Մանրամասներին ծանոթացեք մեր կայքում։ Բարակ, համեղ, հյութալի, խորհուրդ ենք տալիս համտեսել գաղտնի։ Եթե հարևանները նկատեն կամ հոտն առնեն, ձեզ ոչինչ չի մնա։ Պատվիրեք գրիլներ եւ խորովածներ Grill Express-ում։ Հեռախոս 011 30 11 11։ Որ ամեն ինչ նորմալ է, երևի չգնաք, չէ՞ Ռուսաստան։ Չէ, պետքա գնանք։ Թող Արևշատյանները իմանան, որ ես շուտ չեմ հանձնվի։ Արել ինչ Ռուսաստան այդ տղա։ Ռուսաստանում նեսկարեն, երկար չի մնա շուտ հետ կգնաս։ Բա ո՞նց տենց եղավ։ Հրաշ։ Մխոն ինձ խոսք կա տվել։ Նա որ մի բան խոսք տանում է, ուրեմն սենց էլի։ Լավ էլ կազմակերպել էիր։ Անձնագրիս հետ խնդիրներ առաջացան, չկարծա թռնել։ Հա։ Ռշտուն Մելոն քեզ ասեց։ Հա։ Դե շուտ եկեք, որ չուշացնեք պատվերը։ Բայց հիմա մեզ հարմար չէ։ Զանգի Արևշատյանին ասա։ Լավ, մի բան կանենք։ Ինչ է։ Տղեկ կներեք էլի։ Չես գալի։ Չէ։ Մելո մի հատարի բան ասեմ էլի։ Ֆիզս կտրեմ, թե Արևշատյանների իրենց կանչը։ Արա դու Արևշատյանին լավ չես ճանաչում։ Այս մխոսքը ճիշտ է։ Ախպերս կուզեք գործից հանե, թող հանե, ես ծմեր պապի շուր չեմ անի։ Դուք ես թվում է մանկության երազանքն է եղել է ձմեր պապի լինել է։ Հեսա վրեժին ու մկային կուղարկենք։ Քարդուարուն սեցիսին, դոնկեր ուրիշ գործով են զբաղված։ Եսը կզանգենք կտենանք։ Ինչի անիմաստ գործից դուսնենք, եթե կարելի է այս հարցը ուրիշ ձև լուծել։ Ոնց որ Արևշատյանը նենց էլ մենք։ Հա, Ռշտուն ջան։ Ապեր մկոն էլ է հետդ։ Հա, Ռշտուն ջան։ Բա որտեղ եք։ Արևշատյանի կաֆեում ցավը տանեմ, ինչ կա որ։ Մի քիչ խոսալու բան կա։ Հեսա գանք։ Արի ցավը տանեմ, արի սպասում ենք։ Մարդը կաֆեում է։ Ավելի լավ, կելե տեղեկին հաջողանենք, բայց ծմեր պապի մարդ բան չսես թե ճանեք դուք սար։ Դուք չէ, ինչպես։ Դարեկ ջան, գներեք։ Պիտի գնանք։ Այ ախպեր մնանք, մի կտոր հասկուտենք կգնա։ Չէ, ախպեր, դուք նստեք, որ շուտ բրձանք ու կանք քասնենք։ Ախպեր, հո 3 ժամ չենք նստելու։ Չէ, ելինք ամեն դեպքում կզանգվում։ Դե ախպեր ջան, գործերիդ նայեք։ Ճիշտ է, սիրուն չստացավ։ Ինչ կարաս անես։ Դե առայժմ Դարեկ ջան։ Զանգվենք աղ։ Գնացինք։ Այ ախպեր, այդքան բան ենք պատվիրել։ Այսի զորիկի օբյեկտը կասեմ կպային, հետո գանք էլի։ Ես ուզում եմ տենամ սրանք ուր են գնում։ Ասենք մկաններդ մի քիչ ուշ սվեն չեն նեղվի, չէ՞։ Ասկեն չէ, սրանք Արևշատյանի մոտ չեն գնում։ Հաբայանի ինչի տենց ասեցին, որ։ Չգիտեմ, տղեկը մեզանից թակում բաներ են անում, էլի։ Սարդ կա տղեկ։ Անալ ինչ տեղի աղմել։ Մեկի տեղը երկու առիթ վելոջատ։ Այդ արդեն լավ չէ։ Չէ, մելոջան, ինչ է լավ չի, ցավը տալ։ Ինչ առիթ համար։ Դե, աղջիկների հետ ժամադրված է, դե աղբերս։ Ու անհամբեր իրանց ենք էլի սպասում ապա։ Ու վերջ։
Դե չէ, էլի ցավը տանը պետք է սկիզբն է, լգան, բան տեղ։ Ես այդ աղջիկների դեսով եք ծանոթացել։ Հա, ես եմ ծանոթացել։ Հեսա որ մի 2 րոպե նստեք կգան կտենակ ինձ սիրուն երեխեք են։ Վայ, Մգրդիչ ջան, մենք անպայման կտեսնենք իրանք ինչ սիրուն երեխեք են։ Պրոստը ծեր պարտի չբերեց այսօր։ Ինչի՞ մայլո ջան։ Ինչի, որ լավ ինչի, որովհետև պատվեր ունիք։ Ձմեռ պապու պատվեր։ Այ ախպերը, մեզ կարտորին զանգի հետ ասացինք չեն կարա գանք։ Լսե շուստրի, եթե դուք չեք կռնար տակ, դիք կնշանակի որ մենք բդեր տանք։ Իսկ դիք կնշանակի որ դուք հենց մի բդերլի կույր տակ։ Լավ էլի Մելո ջան, ես ինչ ես ասում, ախպերը։ Այ մելո ջան, ինչ ծմեր պապը է ցավատանում է, սորվոր այստե կլնեն։ Չէ, պետք չէ դուք անհանգստանաք։ Մենք աղջիկներին կդիմավորենք, կհյուրասիրենք, մինչև դուք կվերջացնեք ու գաք։ Լավ էլի, ախպերական էլի Մելո ջան, ես ինչ եք ասում։ Այդ ինչի դուք գործ ունեք, մենք գործ չունենք։ Մենք կարևոր գործը թողել ենք, եկե հասել ենք ստե։ Ռշտուն ջան, մելո ջան, եկեք այս անգամ դուք գնացեք այդ պատվերին ախպերս։ Սրանց հետո էլ ինչքան որ պատվեր։ Ասե ոնց որ դու արդեն կսկսես երկրցնել Մգրդիչ։ Ինձ թվա ժամանակներ արդեն էստակ։ Ահա, եկան ախպերս։ Յանց սկսես որ դիժան։ Դե միած ծանոթացեք, մեր ընկերներն են Մելոն, Ռշտունը, միած ծանոթացեք։ Շատ հաճելի է, ես Մելինեն եմ։ Ես Վայելն եմ։ Հաճելի է։ Նստեք աղջիկներ։ Դե տղաներ ինձ թվա դուք պետք է գնաք որ չուշանաք։ Գնում եք։ Դե երեխեք ջան, մենք մի կես ժամով կբացակայենք, բայց Մելոն ու Ռշտունը ձեր հետ կլինեն, ոչինչ չէ։ Ոչինչ։ Դե առայժմ։ Վրեժ։ Վրեժ քո հետ է։ Առայժմ ապեր։ Դենցիկ թվա աղջիկներն արդեն որոշել են ինչ պետք է խմեն, հա։ Կարող ենք արդեն մատուցողին կանչենք։ Դու լգտենաս ինչ ունեմ գցելու դրանց։ Լավ է, էլի։ Ապեր, աբիտնի գիտես որն է, որ ոչ եսկում, ոչ ենքում Արևշացյանի ախրանեկին են ուզում ուղարկեն գործի։ Ինչի վարորդը հեչ այ մկու։ Դե վրեժ ջան, վարորդը միտեղ ոչինչ, բայց սենց անբարյացական վերաբերմունք ախրանեկի նկատմամբ վրեժ։ Արևշացյանին ասել դու լգտենաս։ Որ դու ասացիր իրանք է քո մութուցուր գործերի մասին կասեն, ապե Արևշացյանին։ Ինչի խելելով է չեմ ջուրում։ Վրեժը։ Գագո ջան, դու Սուսիկի համար ունես ապեր։ Վրեժ ջան, ինչի համար ես ասում։ Գագո ջան, մի հատ բան պետք է ասեմ փոխանցես իրան, էլի ախպերս։ Արա, գնդլիկ սենց բռնեցիր։ Չմտնենք։ Սրանք ստեղ ինչ են անում, արա։ Կանչեն։ Կանչին։ Ինչ կա տղեկ։ Ես իմ ախպերս։ Մելոյից հետ եք։ Ապեր, իրանց կանչել են որ ձմեռ պապու պատվեր ընդունեն, այն էլ մեզ են ուղարկում։ Ինչ ձմեռ պապ։ Ոնց։ Չգիտես այ ապեր, Արևշացյանը կողից ձմեռ պապու գործել անում, չէ։ Իրանք էլ ձմեռ պապ են, հա։ Դե ոչ միայն իրանք ապե, սաղիս էլ ասել է, ուղղակի ասնավնո իրանք են այդ գործը անում։ Նեն հմբոն ու քաջիկն էլ այդ գործի մեջ կան, չէ։ Հիմա իրանք մեր աղջիկները հետ նստած են իրանց համար ընդ։ Հա, կակրած մեզ էլ ձմեռ պապ էր պետք։ Сусик ջան, не хотели одну вещь тебе сказать. Ներս եկեք։ Սուսիկ ջան, մեզ նոր հավաստի աղբյուրներից տեղեկացրին, որ Մելոն կաֆեում աղջիկների նստած է։ Էդ հնարավոր չի։ Հնարավոր է, Սուսիկ ջան։ Արևշացյանի կաֆեում է, եթե ուզում ես կարող ենք տանենք։
Հետո ո՞ց ես տենց բան ասել։ Դե մեր ընկերներից չես ճանաչի։ Ուղղակի ասին քեզ որ Որ ինչ։ Որ լավ լինի, էլի Սուսիկ ջան։ Ինչ ես դու ստալի արա։ Լավ։ Ուրեմն դուք կմնաք երեխու մոտ, ես կգնամ։ Սուսիկ ջան, չենք կարող մենք երեխու մոտ մնանք, մենք դեռ գործը չենք վերջացրել։ Ուրեմն թող ձեզնից մեկը մնա։ Երեխեք ջան, ինձ թվում է տեղեկը շատ կուշանան։ Մենք էլ ճիշտ ասած գործեր ունենք, գնանք։ Այլի։ Դուք եկուց իրանց հետ կհանդիպիք, շփվիկ ինչ կան կուզեք, իսկ մի քիչ զբաղված եք, ադբոյանանք այսօր։ Ոչինչ, մենք կսպասենք։ Համար ձեր հետ հաճելի է։ Վայ, չեք պատկերացնել ձեր հետ ինչքան հաճելի է։ Բայց պարապ չենք էլի, տուն, տեղ, գնի երեխա վերջապես։ Համարներով փոխանակվենք։ Դե ինչսեմ։ Խնդրեմ։ Համարդ կտաս։ Ես հետո կասեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ միանալ։ Բա իհարկե, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես Սուսիկն եմ։ Ճիշտն ասած, այնքան հրապուրիչ եք, չկարողացա անտարբեր անցնել ձեր կողքով եւ որոշեցի միանալ։ Ես ինչ խաղեր կխաղաս, Սուսիկ։ Հա, կներեք, մոռացա նշեմ։ Ես Մելոյի կինն եմ։ Հա? Զարմացաք, որ այսքան ժամանակակից կինովի։ Շատ հաճելի ամուսին ունեք։ Ձեզ էլ ադրեք է։ Շատ լավ է։ Լավ, ես եկել եմ իմանալ տուն գալու ես, թե նալու ես վարճանես։ Մեզ կներեք, հա, Սուսիկ ջան կուզեմ ուշ կաս։ Չէ, լավ, ինչ ես նեղանում, ուղղակի հարցնում եմ, եթե մնալու ես, խնդիր չկա, նորմալ է։ Կսեմ արի, հա, Սուսիկ։ Ռուշտուն, ճիշտն ասա, Լիլոն էլ ասեց իմ նման ժամանակակից։ Դե ամենայն դեպս Ամենայն դեպս ոչ կունեմ։ Կներեք, հա մեզ։ Հաճելի էր։ Ես ինչ երիշ գալիս, աղջիկ ջան։ Դեռ մի բան էլ ես եմ, հա մեղավոր։ Ախր դու գիտես իրանք ով էին։ Այդ ով էին որ։ Ախր ոչ թե քեզի մի դիսեմ իրանք ով էին, այլ քեզի պիտի բացատրեմ ինչ եղավ, որ սիկ եղավ։ Լավ էլի Մելո, ինչեր ես խոսում։ Ամեն ինչ կհորինես, չէ՞ քեզ արդարացնելու համար։ Լավ էլի կյանքս ողբորպես կել է ճամփին ամեն ինչ կպարում։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսեմ, եղավ։ Գնա իրանց հետ շարունակի քո այդ զվարճանքը։ լավ երեխեք ջան, ես էլ գնամ։ Ես կարամ քեզ մեկ-մեկ զանգեմ։ Ինձ թվում է այսքանով վերջացնենք։ Ինչի են մեր տղաներն այսքան անհամարցակ։ Այս դեպքում ինձ համարձակությունը չի բրկի։ Պակա երեխեք ջան։ Abdelsen, Olivier. Paloma. Gehört hat sie hier. Aber was պատկերացնում եք մարցանց աքսիոր կնիկ ունենար։ Բենյակ ինչ վատա որ։ Եթե իր բազարների բանի հետդ կտաներ, ու պետքա կտպեր, շուկայից ծանր վեշերով կգար տուն, ագին բանում կոքներ։ Չէ լուրջ մխո դու կուզենար ասած կնիկ ունենար։ Հա, բենյակ։ Ուֆ, լավ էլի մախ։ Արա դու լստեղեց։ Հա, բա մխոյցս կարոտս չարն է։ Արես ինձ կխենթասնի ամբողջովին։ Ժանի ջան, գնա տուն էլի ազիզ ջան։ Լավ մի քիչ ձեր հետ լրվեմ կգնամ, հա կյանքս։ Կարբի ջան, իմացի ապեր։ Մռուտ, բայց ես քեզ ինչ եմ արել, որ տենց։ Մռուտ։ Արես քեզ չեմ ասել, որ ինձ մռուտ չասես։ Ասել ես, բայց իդ իմ խոսալու ձևն է, ինչ անեմ։ Արա քեզ տար դուս պոլիպեդով թափ տուր։ Ժանի ջան, գնա տուն արդեն, բենյակ, դավայ։ Շուտ արա։ Լավ ապեր, դե ձեր տունը կհանդիպենք։ Հա, եղավ, գնա։ Բարի գիշեր ձեզ։ Լույս բարի Ժանի ջան։ Բարի գիշեր բենյակ։ Բարի գիշեր Կարբիտ։ Սրան ասա որ բարի գիշեր եկավ, ֆուլ փաթեթով է գալու, փաթեթի մեջը լիքը թաթալոշ ալնելու։ Մարզա։ Արեսով ես, լեզուս էլ չի ֆռում ասեմ տղեն, չեմ ուզում արատավորացնեմ այդ բարի վեհությունը։ Լավ դե իմի, ինքնեիդ ձեր յակարբիթը, ինչ անես։ Մխո եթե ինքը ձեր տուն է եկել ապեր, դու ինձնից չփոշմանես։
Չի մտնի, արխայնի։ Մեկ էլ գիտես որն է վիշել, որ հիվանդանում էիր բանակում, ասում էիր արի մի հատ մասաժ արա, էլի։ Շանի, ուզում ես ծմբխեմ քեզ արա, մենակ անկեղծ։ Չէ, վայ։ Հələ դա աշկերիս մեջ։ Բասում ես չէ արա, հենա աշկերիտ մեջ է դեվում է, որ ուզում ես։ Ես ուղղակի զարմանում եմ, թե դուք ինչ եք այդքան չոր։ Գիտես չէ, դուք որ զորացրվեցիք, ես ոնց էի մղկտում։ Երեքարողը մի հատ է լաց ես ստե։ Արա մի քիչ քեզ Արա դու չես ուզում տղայնյակ դառնաս։ Բա տղա չէ։ Արա բա տղայնյակի մեջ այդքան հուզականություն է ալնում։ Որ կարոտել եմ ինչ անեմ։ Արա տղավարի կարոտի։ Ոնց։ Այսպես։ Այսը տղայնյակինը, մաքսիմում։ Իսկ դու ես լատարցուն տղայնյակ ես, հələ ձգոտ բդիլ ես, ձգոտ, պինդ, համուր։ Լավ, սարենց հետո կփորձեմ ձգոտ կարոտեմ կյանքս։ Հələ այդ կյանքս մատքսն է հանի արա լեքսիկոնից հետ, էլ չասես տես բարեր։ Կփորձեմ։ Դե դավայ հել գնա տուն, թե գործի ես։ Գործի եմ, բայց ոնց որ մի տեսակ տես դուրից չի գալիս էլի այդ գործը, ինձ ուրիշ գործ տվեք էլի։ Հաջող ժանի։ Հաջող կյանք աղբեր։ Հայ քուարա։ Բարակ, համեղ, հյութալի, խորհուրդ ենք տալիս համտեսել գաղտնի։ Եթե հարևանները նկատեն կամ հոտն առնեն, ձեզ ոչինչ չի մնա։ Պատվիրեք գրիլներ և խորովածներ Grill Express-ում։ Հեռախոս 011 30 11 11։ Մեկ ամելո, քո ոչ մի պատմածել ինձ հավատ չի ներշնչում։ Այդ սա կներշնչի, այդ մեկը չի ներշնչի, հա։ Որովհետև ես քեզ շատ էի վստահում։ Իսկ ես մինչև հիմա ինձ շատ էլի կվստահեմ։ Իսկ ես չէ։ Իսկ ես հա։ Դու երևի նորից էր, ես ինձ ավելի լավ կճանչեմ, քան դու։ Հիմա ինչ ուզում ես ասես, որ ես ամեն ինչի պատճառն էր, որ դու չես ուզում ձմեռ պապիկ խաղաս։ Հա։ Լավ, ուրեմն ես չեմ հասկանում, ինչի այդ Բրեժին ու Մկոյին ճամփու դնելուց հետո դուք չեք վերկացել ու գնացել։ Ինչ եք մնացել այդ աղջիկի հետ։ Ինչի ամեն ինչ տրագեդիա կդարձնես։ Քեզ չսի մենք խոսք ենք տվել, որ պիտի սպասենք, մինչև իրանք կան։ Ինչի եք խոսք տվել։ Ի՞նչ է նշանակում խոսք ենք տվել։ Այ հորս արև։ Ես չգիտեմ, եթե դու մնացել ես, ուրեմն քեզ հաճելի ա եղել։ Ու ես էլ սենց չեմ կարող։ Սուսիկ, ես դաժե այդ աղջիկներից հեռախոսի համար չեմ վերցրել։ Դե շնորհակալություն, որ չես վերցրել։ Մի քիչ կամաց էլի, երեխան քնած է, չէ։ Դու ստեղ ինչ գործում ես, այդ տղա։ Երեխան։ Բա երեխունը մոտ թողնեի։ Դե բանի նա է։ Այ մի ջղայնացի։ Երեխուն թողել ես այս կռակածինի մոտ, էլ էսի մուր ես եկի, աղջիկ ջան։ Բա ում զանգեի որ գա։ Է չգայր։ Հա, երևի չգայր, որ քեզ չխանգարեի, չէ։ Մոդի գարի։ Ես։ Ստեղ ուրիշ մարդ չկա, մոդի գարի։ Վարեջներ ցեցեզի։ Ինձ չէ, ապեր Գագոին ասա։ Դուք եք ռազեգակ Սուսիկին խաբար տալու, հա։ Չէ, ես տեղյակ չեմ։ Գնա թե այդ կանչելա։ Մելո ջան, ապեր դու գիտես թե ես ինչքան եմ քեզ սիրում ու հարգում։ Վազիր թե այդ կանչելու այդ տղա։ Բարև։ Պրիվետ, Իրջան։ Ոնց ես։ Լավ, դու։ Լավ, մերսի։ Նիկան չի ուզում իջնի։
Նիկան։ Հա։ Ճիշտ ասած ես չգիտեի, որ դու Նիկային ես սպասում։ Շուտվանից եք իրար հետ շփվում։ Իգոր ջան, ուրեմն տղեկի հետ գրած եկանք, որ բար մտնող առաջի աղջիկան պետքա խոսացնեմ։ Ու այդ բար մտնող առաջին աղջիկը Նիկան եղավ։ Դե խոսացրեցի, որ գրածը չկրվեմ, ու հիմա օրը 7-ից 10 անգամ զանգում է։ Լավ էլի չես ձևեր թափում։ Լավ աղջիկա։ Ես չեմ ասում վատ աղջիկա։ Ուղղակի իմ ճաշակով չի։ Դու գիտես, դու ես իմ ճաշակով սիրուն ես։ Դե որ քո ճաշակով չեմ չես կանչել։ Բա որ քո ճաշակով չեմ ինչի ես եկել։ Կանչել ես եկել եմ։ Չգայր, քեզ ով էր խնդրում։ Ես դեռ քեզ չեմ ընդունել իմ կյանքի ընկեր, դու արդեն սրան նրա մոտ ասում ես իմ ճաշակով չի։ Ինչ ես ատամներդ բացել։ Չէ դու դեմ քեզ լուրջ եմ ասում։ Մինչև դու ականջների ծայրը ինձ չսիրահարվես, իմ համար խնդություններ չանես, ես քո հետ չեմ շփվի, օքեյ։ Okay։ Չէ։ Բա որ չէ, ախպերս։ Ուրեմն ասա։ Հա։ Բայց ինչ ասեմ։ Նիկա ջան, ինչ ես ուզում որ Վարոսը քեզ ասի։ Ասա, կասեն կասի։ Իրան թվում է, ես եմ ընկել իր հետևից։ Էլ չգիտի, որ ինձ հասնելու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի։ Դու ուզում ես որ Վարոսը հաց ու պանիր ուտի։ Ավելի հարմար տարբերակ չեմ տեսնում, որամ ձեձե։ Վարոս ջան, գնա հաց ու պանիր ուտելու, դավայ ախպերս։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Նիկա ջան, ես չեմ հասկանում այ բալա։ Դու այս չխմախին ես հավանում, հա բալա։ Այդ ես չեմ հավանում, որամ ձեձե։ Ուզում ես անենց անեն Վարոսը քեզ ընդհանրապես չանհանգստացնի, հա Նիկա ջան։ Ուզում եմ, որ իմ համար խնդություններ անի, օքեյ։ Okay, Նիկա ջան, okay։ Չիկեր ջան, երեխեն ոնց է։ Մելո ջան, մի քանի ժամ չեմ տեսել, արդեն կարոտել եմ։ Դուրը փագեն։ Ապեր, բայց դե շոկ է, որ փագեմ ավելի կշոկի։ Ավելի լավ է բաց մնա։ Ոչինչ, ես եմ բասկենամ որ քեզ մարդ ցուրտ կերն այստեղ դուրը փագեն։ Ումիջս եք ձեզ ինչ ենեմ այդ տղայես։ Ինչ ենեմ ձեզից ո։ Մելո ջան, ապեր ախր լրիվ ուրիշ ձև ա եղել է ապեր։ Վրեժը մեզ զանգեց ասեց, որ Մելոն սրճարանում նստած է մենակ, լավ կլինի, որ Սուսիկը գնա մոտը մենակ չնստի, էլի։ Ես էլ եկա Սուսիկին ասի, որ գա մոտդ մենակ չնստես, ես ինչ իմանայի, որ դու աղջիկների հետ ես ցավը տանեմ։ Ում դուք Սուսիկին չեք սեր, ես աղջիկա հետ եմ եղել։ Ապեր ինչքան հիշում եմ, այտենց ասեցինք։ Ինչ է դեմ ինձ այ տղա։ Հա։ Տարել եք վրեժի կերտուտ կորձերի մունետի գարա։ Սև կորձերից փայ ունի գարա։ Նա ինչը չէ, այ հասուն կռակածին։ Մելո ջան, ուղղակի ապեր չգիտենք, որ այդ սալջիչը վատ նպատակով արել էս ամեն ինչը։ Մելո ջան, ապեր մեզ թվաց թե այդ աղջիկները քո գոլեգաներն են։ Հա, հենց տենց էլ մտածել ենք, Մելո ջան։ Ինչ անեմ ձեզ այ տղա։ Հա։ Բանակ տեղից կմրսեցն եմ, արա դուք մարդ չդարակ, մի պիտի մարդ դառնաք։ Դնեմ սատ կծնեմ ծոցեզի։ Չէ, էլի Մելո ջան։ Մելո ջան, կլինի սապեր, մենք ստեղ ուղղակի եղել ենք գործիկ։ Մենք չենք իմանում, որ դու Սուսիկը դրա համար կարող է կռվեք։ Ռադեղա։ Հարց չկա, Չիգեր ջան։ Այսուր Գործի Սուսիկ ջան, հլա ագին խանութներ կան, որ ապրանք չենք տվել։ մի հատ երեխու շորերը լվացեք, նոր գնացեք։ Չի լինի լվացքի մեքենամ գցենք։ Որ լիներ ես կգցեի, ձեռով է պետք լվանել։ Բարև ձեզ, ձեր մոտ կարանք ձմեր պապի պատվիրենք։ Այո, իհարկե։ Մեզ երկու ձմեր պապա պետք, կլինի տենց։ Կարող ենք մի ձմեր պապ եւ մեկ մուլտֆիլմի հերոս ուղարկել։ Թեկուզ։ Ասա որ մանգա պարտեզի համար է։ Պետք է գան մանգա պարտեզ, երեխեքին մի 5-ից 10 րոպե ուրախացնելու գնան։ Շատ բարի։ Ինչքան պետք է գնանք, դու մենակ թե շուտ ուղարկեք։ Մելո պատվեր ունեք։ Վայ հորս արևելի։
Էլ մի սկսեմ, հիմա մերեք դու ռշտունն եք ազատ։ Մենք վերեժիկ ենք ուր դեղեն։ Արևշատյանի հետ դուրս են եկել։ Մանկապարտեզ պիտի գնաք 5 րոպեով։ Ախպեր, ես 5 րոպեն գիտեմ, 1, երկրորդն էս մարդ կբռնեմ, բերեմ, այդ շորը հագցնեմ, կճամփեմ կնակորուց։ Մենք այդ շորերը ամեն մեկի չենք տալի։ Ռշտունին էլ ասա եկեք։ Դու ինչ ա եղեք, կգնանք մանկապարտեզա էլի, քեզ ընդ ով է ճանաչելու։ Ախպեր խո մենակ ճանաչելը չէ։ Բա։ Դու բար գնացիր։ Մանկապարտեզ է, այդ երեխեքին պիտի ուրխցնես, պիտի վազվզես, թրվռաս, վրվռաս, դիք ինչ պիտի անես։ Հա ինչ անենք, կգնանք ուրախացնենք, ինչ։ Դու մեկ եղնի մեզի ուրխցնեցու։ Քեզի բանցո ոչ կեղնի թեկես դուս կաս, ոչ կեղնի հանգիստնստիս աշխատիս, ծո քեզի բան։ Կարաս Արևշատյանին դատի տաս։ Հաստատ դատը կկրես, որովհետև օրենքի խախտում է, բայց վաղը գործից կթռնես։ Այդտենց։ Գնացինք։ Գնացինք։ Սա տես դրած գփուները ոնց եմ հանելու։ Լե միապես սպասեք։ Տանենք դու մի քիչ կոյտ խաղա։ Ուրեմն մեկ էս ձմեր պապին ու մեդվեդին տանում ենք։ Դու ուր այ արջախպետ։ Դայնի մեր մաշտով կգնանք էլի բայ։ Արի ձմեր պապի ջան, արի։ Բալիցի քեզ այո։ Ոչ ես դեռ ռշտուն ջան։